Ընդամենը 100 վայրկյանի ընթացքում մենք ձեզ համար կբացահայտենք Հայաստանն ու աշխարհը ուշագրավ փաստերով։ Գնացինք։ Չեմ լարվում։ Դեռևս 12-րդ դարում հայերը ունեցել են կնոջ իրավունքները պաշտպանող օրենք։ Մխիթար Գոշը իր դատաստանագրքում գրել է, որ կինը իրավունք ունի բաժանվել իր ամուսնուց, եթե վերջինս նրա հանդեպ բռնություն է գործադրել, նույնիսկ կարող էր իր օժիտը հետ ստանալ։ Իսկ դուք գիտեք, որ մենք ունեցել ենք արքա, ով եղել է օլիմպիական խաղերի չեմպիոն 385 թվականին, Վարազդատ Արշակունին հռչակվել է օլիմպիական խաղերի չեմպիոն մի քանի մարզաձևերում, այդ թվում բռնցքամարտի, ըմբշամարտի եւ կռփամարտ։ Ըստ Մովսես Խորենացու նա հաղթել է նաև մի քանի առյուծների, իսկ արդեն 1600 տարի անց Օլիմպիայում տեղադրվել է նրա մարմարե կիսանդրին։ Կարամ շարունակեմ թե ամենասկզբից։ Արմենիա անվանումն առաջին անգամ հիշատակվել է դեռևս մեր թվարկությունից առաջ 520 թվականին Պարսից արքա Դարեհ առաջինի արձանագրություններում։ Եթե ուզում եք որևէ փաստի մասին իմանալ ավելի մանրամասն, թողեք ձեր կարծիքը մեկնաբանություններում եւ մենք կպատրաստենք ավելի ծավալուն տեսանյութ։ Վերջում ներկայանամ, չէ՞։ Ես Մոնիկան եմ, մինչ նոր հանդիպում։